Բարև ձեզ, Արարատ հեռուստաընկերության եթերում շտապ օգնություն հաղորդաշարն է մարդու ամենաթանկ ունեցվածքի առողջության մասին։ Հարգելի հեռուստադիտողներ, դուք գիտեք, որ հաղորդմանը ձեր հարցերով կարող եք մասնակցել նաև դուք զանգահարելով 54 89 34 հեռախոսահամարով կամ գրելով մեր էլեկտրոնային փոստի հասցեին շտապ օգնություն @tv.am։ Այսօր, ինչպես եւ խոստացել էինք երեկ, անդրադառնալու ենք բժիշկների շարունակական մասնագիտական կրթության կրեդիտավորման համակարգի միջոցով եւ այս առիթով տաղավար ենք հրավիրել Ազգային ժողովի առողջապահության, մայրության եւ մանկության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ պրոֆեսոր Արա Բաբլոյանին, բայց հարցազրույցը փոքր տեսանյութից հետո։ Հայաստանի բժիշկների և բուժքույրերի լիցենզավորման 2011 թվականից դադարեցված գործընթացը 14 տարի որևէ կերպ չի վերագործարկվել։ 2015 թվականի ապրիլին միայն բժշկական օգնության և սպասարկման, վարչական իրավախախտումների և պետական տուրքի մասին օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվել է ներդնել բժիշկների շարունակական մասնագիտական զարգացմանն ուղղված կրեդիտավորման համակարգ։ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է առաջարկը, ինչը ենթադրում այս նորարարությունը։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ կրեդիտավորումը նպաստում է բժիշկների ծառայությունների որակի բարձրացմանը, հիվանդության և մահացության նվազեցմանը և այլ առողջապահական ցուցանիշների բարելավմանը։ Ինչպես է դա գործելու Հայաստանում, ովքեր ում են կրեդիտավորելու և ինչ է շահելու դրանից հասարակ քաղաքացին։ Եվ այսպես շտապ օգնության տաղավարում Արա Բաբլոյանն է եւ մենք խոսում ենք բժիշկների կրեդիտավորման մասին։ Բարև ձեզ, պարոն Բաբլոյան։ Շատ շնորհակալ եմ, որ ժամանակ տրամադրեցիք եւ եկաք մեր հաղորդաշարին հյուր։ Պարոն Բաբլոյան, ինչով իրեն չարդարացրեց լիցենզավորման համակարգը եւ ինչ տարբերությունն է լինելու կրեդիտավորման եւ լիցենզավորման համակարգերի միջեւ։ Գիտեք, ես ուղղակիորեն կուզենամ նշեմ, որ ոչ թե լիցենզավորման համակարգը չարդարացրեց, այլ անհասկանալի ձևով նա դուրս մնաց, այսպես ասած, ասպարեզից, որովհետև լիցենզավորման համակարգը սկսել էր նոր գործել եւ երբ որ ընդունվեց նոր օրենքը լիցենզավորման մասին, այն ժամանակ ես կարծում եմ, որ ուղղակիորեն եղավ վրիպում եւ դա դուրս մնաց ուշադրությունից։ Իմ կարծիքով դա կորցրած 14 տարիներ էին։ Այսինքն ինքը կրեդիտավորման այս համակարգը ինքը շատ չի տարբերվում լիցենզավորման համակարգից։ Հիմնական գաղափարը նույնն է, որովհետև կուզեք կոչենք լիցենզավորում, կուզեք կոչենք կրեդիտավորում, կուզեք կոչենք հավաստագրում, հիմա պետք է լինի հավաստագրում։ Հիմնական գաղափարը նա է, որ մասնագետները, որոնք ավարտում են իրենց կրթական գործընթացը, իրենց մասնագիտացումը եւ սկսում են աշխատել, նրանք տարիների ընթացքում ոչ թե մնան իրենց 10 կամ 20 տարի առաջվա գիտելիքներով թեորետիկապես, կամ ոչ թե մնան միայն իրենց կողմից հավաքած փորձով, որը կարող է լինի փոքր հիվանդանոցում, այն էլ փոքր երկրում, այլ կարողանան օգտվեն աշխարհի վերջի նորություններից, բժշկագիտության ամենակարևոր վերջի մոտեցումներից եւ բժշկական պրակտիկայի, լավագույն փորձի, այսպես կոչված արդարացված փորձի հիման վրա ընդունված մոտեցումներից։ Այսինքն կարելի ասել, որ անհրաժեշտությունը պարզապես ոչ թե ինչ որ մի օր ծագել էր, այլ կար այդ ամբողջ տարիների ընթացքում, երբ լիցենզավորում չկար եւ չէր ներդրվել նոր համակարգը։ Այո, սա է խնդիրը։ Իսկ ովքեր են լինելու այդ կրեդիտավորողները, եթե կարելի է այդպես անվանել, այսինքն ինչ կազմակերպությունների է տրվելու այդ իրավունքը, որպեսզի բժիշկները կարողանան նրանցից ստանալ իրենց համապատասխան կրեդիտները։ Բժիշկների կատարելագործման ինստիտուտը կա հիմա, թե։ Բժիշկների կատարելագործման ինստիտուտը փակվեց, այդ գործառույթը տրվեց բժշկական համալսարանի։ Բայց զարգացած երկրներում եւ ամբողջ աշխարհում արդեն մի քանի տասնյակ տարի է ընդունված է, որ մի հաստատություն ուղղակիորեն չի հասցնի
եւ չունի այդ հնարավորությունը աշխարհի ամբողջ փորձը ամփոփի եւ ժամանակին հասցնի համապատասխան մասնագետներին։ Եվ նամանավանդ Հայաստանի նման փոքր երկրում, որտեղ որ կլինիկաների թիվը եւ բուժվող մարդկանց թիվը այնքան մեծ չի, որպեսզի փորձը արագ այսպես հավաքվի տեղում, իհարկե շատ կարեւոր է, որ մենք իմանանք, թե միջազգային պրակտիկայում ինչ է տեղի ունենում։ Ասենք 50-60 միլիոն բնակչություն ունեցող երկրները ինչպիսի փորձ են ձեռք բերել։ 300 միլիոն բնակչություն ունեցող երկրները։ Ավելին ասեմ, նույնիսկ նման մեծ բնակչություն ունեցող երկրները նրանք չեն բավարարվում իրենց փորձով։ Օրինակ եվրոպացիները ստեղծել են եվրոպական մասնագիտական ասոցիացիաներ, այսինքն ամեն երկիր ունի իր մասնագիտական ասոցիացիան, որտեղ իր մասնագետները հավաքագրված են այդ միավորման մեջ եւ տարվա մեջ բազմաթիվ միջոցառումներ են իրականացնում քննարկելու, այսպես ասած, նոր մոտեցումները հաստատելու, ընդունելու, ուղեցույցները նայելու, վերանայելու, հա? Եվ ընդհանուր եվրոպական։ Եվ միևնույն ժամանակ իրենք չեն սահմանափակվում իրենց գերմանական ասոցիացիայի, ֆրանսիական կամ իսպանական ասոցիացիայի, իրենք եվրոպական ասոցիացիայի մեջ։ Եվ ոչ միայն եվրոպական ասոցիացիա, եւ իրանք համաշխարհային ասոցիացիայի մեջ են ընդգրկված։ Այսինքն, տեսնում եք ինչպիսի կառույցներ կան։ Հայտնի է, որ ասենք տեղական ասոցիացիան կարող է տարեկան 10-20 ժողով անի, եվրոպականը կարող է 2-3 անի, համաշխարհայինը կարող է տարեկան 1 անգամ անի, բայց իրականացնելով նման հզոր համագումարներ, ոնց որ ասենք համաշխարհայինն է, որտեղ 3000, 5000 մարդ է հավաքվում, նրանք քննարկում են իրենց տարբեր երկրների փորձը եւ որոշումներ են ընդունում։ Մենք նույնպես ունենք Հայաստանում այդպիսի ասոցիացիաներ, կազմակերպություններ, որ ի վիճակի կլինեն կազմակերպել նման մասշտաբների եւ մակարդակի միջոցառումներ բժիշկների համար։ Տեսեք, մեր մասնագիտական պոտենցիալը կամ մասնագետների իրավունքն ու մարդկային իրավունքը ոչինչով չի որևէ մի երկրի մասնագետներին։ Բայց մենք մեր մասնագետները մեղավոր չեն, որ այսօր դեռ չկա այն օրենսդրական դաշտը, որը դնում է պահանջը այդ ասոցիացիաների առջև, որովհետև մինչև հիմա ասոցիացիաները նույնիսկ եթե կազմակերպել են նմանատիպ կոնֆերանսներ, սիմպոզիումներ, դրանք այո, ունեցել են որոշակի նշանակություն, բայց դրանք չեն ունեցել գնահատական շարունակական զարգացման։ Եվ տեսեք, ասենք, այո, ճիշտ եք հարցը բարձրացնում, ովքեր են գնահատողները։ Այո։ Հիմա տեսեք, միթե մենք պետք է կարողանանք մի այսպես բանով մակարդակով անցկացնենք բոլորին, եւ փորձառու պրոֆեսորներին եւ երիտասարդ մասնագետներին, ոչ։ Եվ եթե ասենք փորձառու պրոֆեսորը ունեցել է հնարավորություն, իսկ իրեն հնարավորությունները շատ ավելի մեծ են, քան թե երիտասարդ մասնագետների, եւ նա մասնակցել է, ասենք, Եվրոպայում որևէ մի համագումարի, իհարկե, նախ եւ առաջ մինչեւ հիմա նրա մասնակցությունը եվրոպական որևէ մի համագումարին կամ կոնֆերանսին որպես շարունակական զարգացման գնահատում չի անցնում։ Մինչև հիմա դա չի անցնում։ Բացի նրանից, որ մենք պրոֆեսորների կամ ասենք ոչ պրոֆեսոր, բայց պրակտիկ բժիշկների սենյակների պատերին տեսնում ենք բազմաթիվ սերտիֆիկատներ, որ այս մարդը մասնակցել է այսինչ։ Ունի միայն բարոյական նշանակություն։ Այո։ Միայն բարոյական։ Այսինքն դա որևէ իրավական ուժ չունի, որևէ կրեդիտ իրեն, որևէ բան չի տալի, որպեսզի ինքը կարողանա դրանով, այսպես ասած, ստիմուլի շարունակի նման բաներին մասնակցելու։ Նրան միայն իրեն մասնագիտական, այսպես ասած, խթանն է, որ ինքը ուզում է գնա, այո, մասնակցի եւ դա ձեռք բերի։ Բայց երբ որ նա հիմա նոր օրենքի ընդունելուց հետո արդեն նա մասնակցում է Եվրոպայում, ասենք, եւ ստանում է որոշակի սերտիֆիկատ, որը ունի որոշակի գնահատական։ Ընդհանրենք նա ստացավ 10 կրեդիտ։ Այդ կրեդիտները արդեն համապատասխան մարմինը, լիազոր մարմնի կողմից, առողջապահության նախարարության կողմից Հայաստանում ստեղծված կենտրոնը արդեն ճանաչում է որպես զարգացման չափանիշ եւ այդ կրեդիտները արդեն կուտակվում են իրեն անվան դիմաց։
Այդ համապատասխան մարմինը արդեն նախանշված է, թե օրենքի մեջ ամենը նախանշված է, ամեն մեխանիզմները գրված է, դա հավաստագրման կենտրոնն է, որտեղ որ նախ ամեն մի ավարտած բժիշկ պետք է գրանցվի, որպեսզի մենք ունենանք ամբողջ մեր ստատիստիկան, թե մենք որ մասնագիտությունից քանի մասնագետ ունենք, որոնք որտեղ են աշխատում, ինչքան է նրանց ստաժը աշխատանքային, ինչքան են տարեկան գրանցել նոր ավարտողներից, թե աշխատող ավարտողներից եւ եղածներից։ Օրենքը որ ընդունվեց, արդեն բոլորին պետք է գրանցեն։ Եվ միևնույն ժամանակ այդ պրոֆեսորը վերադառնալով Հայաստան, երբ որ ինքը, այսինքն տեսեք, իրեն արժանապատվությանը մենք չենք կապել, որովհետև ինքը լինելով պրոֆեսոր գնացել է հայտնի մասնագետների մոտ, ուրեմն կոնֆերանսին մասնակցել է, գիտելիք է ձեռք բերել, չէ՞, եւ դրա դիմաց ստացել է իրեն գնահատականը։ Բայց միևնույն ժամանակ, եթե ինքը գա այստեղ եւ կազմակերպի կոնֆերանս, այդ կազմակերպման համար նույնպես նրան տրվելու է համապատասխան կրեդիտներ, որովհետև երբ որ դու կարողանում ես այդ գիտելիքը 10 մյուսներին, դա նույնպես գնահատելի է այդ համակարգի մեջ։ Ուրեմն նման մեխանիզմները վերելու են նրան, որ այսինքն ոչ միայն սովորողներն են ստանալու, այլ նաև սովորեցնողները։ Պարոն Բաբլյան, քանի որ մենք նախապես ծանոթացել էինք հեռուստադիտողներին թեման, էլեկտրոնային փոստով արդեն երեկվանից մինչև այսօր ստացել ենք մի շարք հարցեր, դրանցից առաջինը ես առանձնացրել եմ հենց վերաբերում էր ձեր նշած տարբերակին, ասում է, երբ փորձառու, ասենք բաժնի վարիչ բժիշկը հրավիրվում է մի այնպիսի վերապատրաստման դասընթացի, որ նույնիսկ ծիծաղելի է թվում կամ վիրավորական, մենք խնդրի առջև ենք կանգնում։ Բժիշկը հարցնում է, ի վերջո, ինչպես է ընտրվելու, թե օրինակ Հայաստանում տեղական կազմակերպություններից որ մեկն է կարողանալու կրեդիտ հատկացնել։ Նախ առաջի կեսը, հետո երկրորդ։ Այո։ Նախ իհարկե նսեմացուցիչ է, որ այդ մասնագետը ինչ որ միայն թղթի համար պետք է գնա ինչ որ միտեղ դասընթացի։ Նպատակը ոչ թե թուղթն է, նպատակը գիտելիքն է, կարողությունների բարելավումը, որակի դրանից բխող որակի բարելավումը։ Այսինքն, եթե այս մասնագետը գնում է այն կենտրոն, որտեղ որ իրեն կարող են տան նոր գիտելիքներ, նոր հմտություններ, ինքը բավարարված է։ Բայց եթե մենք իրեն սահմանափակում ենք միայն մեր ունեցած հնարավորություններով, հիմա պատկերացրեք, մենք ունենք մասնագիտություններ, որտեղ որ ընդամենը մեկ բաժին է Հայաստանում։ Հիմա այդ մեկ բաժինը ինքը իրեն մոտ պետք է վերապատրաստվի, թե ընդհանրապես չպետք է վերապատրաստվի, բայց չէ որ ինքը պարտավոր է, որ ինքը նույնպես շարունակական զարգացում ունենա։ Դրա համար մենք պետք է տանք հնարավորություն, որպեսզի ինքը տարբեր աղբյուրներից օգտվի։ Եվ օրենքը նախատեսում է չանտեսելով նորից մեծ պոտենցիալը բժշկական համալսարանի, որովհետև դա մշտական մնալու է որպես հզոր պոտենցիալ, որովհետև մենք գիտենք, որ ինչպիսի առաջատար մասնագետներ եւ ինչպիսի պրոֆեսորներ, ինչպիսի ամբիոններ ունենք, եւ դա մնալու է, դա առաջի կետով նշված է, դա չի քննարկվում։ Բայց դրան, այսպես ասած, զուգահեռ տալիս ենք հնարավորություն, որպեսզի մարդիկ մասնակցելով տարբեր կոնֆերանսներին, համագումարներին, սիմպոզիումներին, այսպես կոչված ամառային, ձմեռային դպրոցներին եւ այլն, կարողանան նորություններ ձեռք բերեն ոչ միայն Հայաստանի սահմաններում, այլ Հայաստանից դուրս։ Ես որքան պատկերացրի, այսպես այս օրենքի միջոցով, օրենսդրական փոփոխությունների բարձրանալու է նաև մասնագիտական ասոցիացիաների դերը, այո, պարոն Բաբլյան, որովհետև նրանք են լինելու այդ սիմպոզիումների, կոնֆերանսների կազմակերպողները։ Եվ նրանք։ Եվ նրանք եւ անհատներ։ Նախ եթե թույլ տաք մի փոքր, ուրեմն սիրելի բժիշկներ եւ բուժքույրեր, որովհետև մենք այս ամբողջ զարգացումը շարունակական պետք է ուղղորդենք բժիշկների եւ բուժքույրերի համար։ Եվ երկրորդը արդեն կոնկրետ ովքեր են լինելու այն կազմակերպությունները, որոնք կարող են զբաղվեն կազմակերպչական այս հարցերով։ Օրենքը հստակ նշում է, որ որևէ բժշկական կազմակերպություն եւ որևէ բժշկական մասնագիտական միավորում կարող է լինել մասնակից այս process-ին, եթե նա համապատասխանի բոլոր այն պահանջներին, որոնք
հստակ նկարագրված են լինելու կարգերի մեջ process-ը իրականացման եւ լիազոր մարմինը պետք է կառավարության միջոցով հաստատի բոլոր այդ կարգերն ու պահանջները եւ միանշանակ է որ արդեն հայտնի է դառնում որ միավորումների դերը շատ բարձրանում է որովհետեւ մինչեւ հիմա միավորումները իրանք իհարկե իրականացնում էին որոշակի գործնեություն բայց այստեղ իրենց նշանակությունը ոչ թե 2 ոչ թե 4 այլ գուցե տասնյակ անգամ է բարձրանում եւ մյուս կողմից մասնագետները որոնք որ մտնում են այդ միավորման մեջ իրենց նշանակությունն էլ է բարձրանում որովհետեւ եթե այդ միավորումը չի կարողանում մատչելի ձևով իրենց համար կազմակերպի կոնֆերանսներ, սիմպոզիումներ եւ նա կազմակերպում է, ասենք, միայն Երևանում, այլ ոչ թե եւ մարզերում եւ չի առաջացնում թե ֆինանսական եւ թե տարածքային մատչելիություն դրան մասնակցելու, ապա մասնագետները կարող են փոխեն ղեկավարությանը իրենց ասոցիացիայի, որպեսզի նշանակեն մարդիկ, որոնք որ ուզում են աշխատեն իշահ ամբողջ այդ մասնագիտական թիմի, ոչ թե անձերի համար որտեղ ասոցիացիաները ոչ թե պետք է աշխատեն անձերի համար, ասոցիացիաները պետք է աշխատեն այդ խմբերի համար, այդ մարդիկ, ովքեր որ այդ ասոցիացիայի անդամ են, իրենք պետք է աշխատեն, որպեսզի կարողանան լավագույն փորձը, որակը բերել Հայաստան եւ դրանից պետք է շահեն, այն ձեր հարցը թե ինչ է շահում բարձ մեր բնակիչը, նա շահում է, որ մենք իրան պետք է որակյալ բժշկական ծառայություններ տանք։ Սա է հիմնական։ Պարոն Բաբլյան, օրինակով, եթե ասենք, գաղտնիք չէ, որ Հայաստանում օրինակ ստոմատոլոգները, հա, չնայած ցանկացած մասնագիտության մասով կարելի է բերել այդ օրինակը։ Կա ստոմատոլոգների հայկական ասոցիացիա, Երևանի ստոմատոլոգների ասոցիացիա, օրթոդոնտների ասոցիացիա, չգիտեմ, մի քանի ասոցիացիաներ, միավորումներ, միություններ եւ այլն։ Եվ արդյոք կապ է ունենալու այն հանգամանքը, թե քանի անդամ ունի այդ ասոցիացիան, ովքեր են, ասենք թե ասոցիացիայում քանի պրոֆեսոր են գրկված եւ քանի գիտաշխատող։ Շատ կարեւոր հարց եք բարձրացնում։ Նախ իհարկե մի քանի, այսպես ասած, կրիտերիաներ կարող են լինեն, որոնցով որ կգնահատվի ասոցիացիայի ընդունել իրեն որպես իրականացնող թե չճանաչել իրեն որպես այդ process-ը իրականացնող կազմակերպություն։ Այո։ Նախ եւ առաջ, քանի որ արդեն պետք է լինի հավաստագրում եւ գրանցումը, կենտրոնը իմանալու է, ասենք, այդ մասնագիտությամբ քանի մասնագետ կա Հայաստանում։ Եվ երբ որ ասոցիացիան գալիս է եւ փաստացի ներկայացնում է իրեն անդամների ցանկը, արդեն հայտնի է դառնում, թե ինքը 500 մասնագետից ընդամենը ունի 40-ը, թե ունի 300-ը, սա մեկ։ Երկրորդը նա պետք է ներկայացնի իրեն ակտիվությունները, իրեն գործունեությունը, ինչ է ինքը արել եւ ինչ փորձ ունի իրեն գործունեությամբ այդ դաշտում։ Եվ չի բացառվում, որ իհարկե ստիպված կլինեն փոքր գաճաճ ասոցիացիաները միավորվել, որպեսզի կարողանան ստանան իրավունքը շարունակական զարգացման դաշտում աշխատելու, որովհետև միանշանակ չի կարող, ասենք, իրարամերժ տեղեկատվություն, այսպես ասած, սփռելով կամ ոչ ճիշտ պայքարի մեթոդներով մենք առաջ տանենք բժշկագիտությունը։ Դրա համար պետք է առանց, այսպես ասած, խուսափելու առողջ մրցակցությունից, բայց միևնույն ժամանակ պետք է կարողանանք ճանաչենք, որ հիմնական միավորումները նրանք են, որոնք որ ամենամեծ թիվն են հավաքագրել իրենց շուրջը եւ որոնք որ ամենամեծ գործունեությունն են իրականացնում այդ խմբի համար։ Ինչպես ռուսները կասային, պրեստիժ, ով կունենա պրեստիժ։ Պարոն Բաբլյան, մենք արդեն ունենք հեռախոսազանգ, լսենք հեռուստադիտողին։ Ալո։ Բարև ձեզ, պարոն Բաբլոյան, մեկ հարց ունեմ ձեզ։ Այս մի քանի օր Հայաստանում զորավարժություններ են անցկացվում եւ ըստ զորավարժությունների արդյունքների կլինիկաներում, ասենք թե վիրաբուժության մասնագիտության հագեցվածության վիճակից դուք արդեն եզրակացություն կկազմեք ինչ վիճակը Հայաստանում։ Ըստ այդմ էլ ճիշտ չի լինի այդ կրեդիտային համակարգը, դա անիմաստ բան է, շարունակել այ ուղղակի բժիշկներին, վիրաբույժներին, թերապևտներին, որպես ինչպես նախկինում ուղարկել
Աֆրիկաները, Ալժիրներում, Եմեններում աշխատել, ինչպես մեր պարոն պրոֆեսոր Թամազյանը, Ապոյանը, մյուսները, որ մեծ վիրաբույժ են, մասնագետ են դարել, այ ուղարկեք նրանց աշխատելու արտասահմաններում լավ մասնագետ դարած կգան հայերին օգուտ կտան։ Այդ կրեդիտային համակարգը դա անիմաստ բան է, դուք էլ գիտեք, անիմաստ մին խնդրում չներդնեք դա Հայաստանում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Նախ կուզենայի այսպես ասած մի քիչ պարզաբանեի, որ մեր գործընկերը իմանար, որ երբ որ ուղարկում էին սովետական ժամանակում ալժիրները, այդպես ասած, ապա այդ ալժիրներում տասնյակ հազար վաստակած դոլարների դիմաց մեր բժիշկները ստանում են ընդամենը երևի թե 5 կամ 10%-ը։ Այսինքն դրա վրա աշխատում էր պետությունը, ոչ թե բժիշկները։ Եվ միևնույն ժամանակ Ալժիրում աշխատելով, այո, գուցե եւ մեծ քանակությամբ վիրահատություններ էին անում, բայց այն ժամանակվա հետամնաց Ալժիրի փորձն էր այդ մարդու մոտ կուտակվում։ Իր մոտ կուտակվում էր իրեն փորձը, այն ինչ որ ինքը արեց, ինքը կուտակեց։ Բայց երբ որ տային հնարավորություն, որ ինքը բացի Ալժիրից աշխատեր Փարիզում, իսկ ձեր վերած օրինակը շատ տպավորիչ է։ Պրոֆեսոր Թամազյանը Փարիզի երկու խոշորագույն կլինիկաների հետ աշխատում էր եւ նա բազմիցս ինքը եւ իրեն բժիշկները այնտեղ վերապատրաստվել էին եւ այդ պարագայում արդեն ունենալով մեծ քանակության վիրահատությունների փորձ, բայց եւ ունենալով առաջատար երկրների դիտարկումները եւ մոտեցումները, ապա այդ հզորությունը այդտեղից էր գալիս։ Կրեդիտային համակարգը ոչ թե մենք ենք հնարել, կրեդիտային համակարգը գոյություն ունի աշխարհի բոլոր զարգացած երկրներում։ Եվ դա կմահաճույք չի, դա մեխանիզմ է, որով գնահատվում է մարդու, թե ինքը տարեկան ինչքան է գիտելիք կուտակել։ Հիմա, եթե դուք ուզում եք գիտելիք կուտակեք, ապա դուք կարող եք կուտակել այդ գիտելիքը եւ հարկավոր չէ որ դուք գնաք մի քանի տարի աշխատեք Ալժիրում կամ Ուգանդայում։ Ոչ, դուք ձեր ձեռքը ոչ ոք չի բռնել, դուք կարող եք հիմա էլ գնալ, բայց դա ընդհանրապես մի մեթոդն է փորձի ավելացման, այսինքն իսկ նման մեթոդը կրեդիտ կտա, ասենք, եթե բժիշկները նախընտրեն։ Մեր համակարգում ինքը գնահատված է այսպես, որ եթե մարդը գնում է այլ կլինիկա, իսկ այլ կլինիկան ինքը ունի իրեն ռեյտինգը, մենք գիտենք, որ բոլոր հիվանդանոցներն ու կլինիկաները ռեյտինգավորված են։ Եթե ինքը ունի ռեյտինգ եւ իրեն ռեյտինգը ավելի բարձր է կամ հավասարազոր է հայաստանյան կլինիկաների ռեյտինգին, ինքը գնում է այլ ընտրանք տեսնելու, այլ մոտեցումներ, ապա դա գնահատվում է որպես այո շարունակական զարգացում։ Իսկ եթե ինքը գնալու է ուղղակի ինչ որտեղ օգնելու այլ երկրում, դա արդեն մեզ մոտ չի գնահատվելու։ Եթե ինքը գնալու է իրեն գիտելիքը տալու մեր գյուղական վայրերում, մեր մարզերում, այդ դա գնահատվելու է որպես կրեդիտավորում։ Ուրեմն այս ամենը ուղղված է ոչ թե այլ երկրների զարգացման համար։ Մեր հիմնական նպատակը նախ եւ առաջ Հայաստանում առողջապահությունը զարգացնել, բժշկագիտությունը առաջ տանել եւ որակյալ ծառայությունները մեր պացիենտներին հասցնել։ Պարոն Բաբլոյան, տարեկան թե ինչ կտրվածքով պետք է բժիշկը կամ բուժքույրը հավաքի այդ կրեդիտները եւ օրենքով որքան է սահմանված։ Եվ եթե միջինացված ասենք, հա, դուք օրինակ բերեցիք արտասահմանյան, ասենք, այս կոնֆերանսից կամ սիմպոզիումից մարդը 10 կրեդիտով վերադառնա Հայաստան։ Այսինքն կստացվի, որ տարեկան կամ 5 տարվա ընթացքում նա քանի կոնֆերանսի պետք է մասնակցի, որպեսզի հասցնի կուտակել կրեդիտները։ Տեսեք, ամենաբարձր թիվը կրեդիտների 5 տարվա մեջ դա 220-ն է։ Նախնական առայժմ դա է քննարկվում։ Ուրիշ բան որ կարող ենք տարվա մեջ 40-ից 44, այո, 44։ Հիմա ինքը կարող մի տարի 40 հավաքի, մյուս տարի 60 հավաքի, մյուս տարի 35 հավաքի, այսպես։ Մի կոնֆերանսը, որը որ կազմակերպվում է, եթե նա ունի երկրորդ տևողություն, ապա եթե ամեն օր լինի 6 կրեդիտ, ապա երկրորդ կարող է մարդ 12 կրեդիտ հավաքել։ Այսինքն մարդը մասնակցելով
ասենք Հայաստանում կազմակերպվող տարեկան 3-4 կոնֆերանսներին իր մասնագիտությամբ ինքը կարող է հանգիստ հավաքագրել իրեն հասանելի կրեդիտները, բայց օրենքը չի նախատեսում, որ ինքը միայն կոնֆերանսին մասնակցի, օրենքը նախատեսում է բազմա այսպես աղբյուրային ինֆորմացիայի վեսնելը, որից երկրորդ օրինակ, որ ինքը կազմակերպի, առաջինը մասնակցի, կազմակերպի, դասախոսի, երրորդը ինքը կարող է այցելել մյուս կլինիկան եւ մեկ շաբաթ այդ կլինիկայում տեսնի այնտեղի փորձը ինչպես է։ Եվ առաջատար կլինիկայի դեպքում կհաշվի եւ եթե գնա մարզ կամ գյուղական համայնք։ Եթե ինքը գնում է մարզ աշխատելու, օգնելու, դա մի բան է, բայց եթե ինքը գնում է առաջատար կլինիկայում, ինքը իհարկե ավելի բարձր կրեդիտներ կստանա։ Եվ մյուսը, որ ինքնա, այսպես ասած, զարգացմամբ կարող է զբաղվել։ Օրինակ, մարդը եթե գիտական աշխատանքով է զբաղվում, հրատարակում է եւ ելույթներ ունենում, քննարկումներին մասնակցում է, այդ ամենը պետք է գնահատվի նույնպես։ Պարոն Բաբլյան, այսինքն ինքնակրթությունը, որ այս եղածների մեջ մի քիչ ամենա ոչ ստույգ, թվում է թե ոչ ստույգ, հստակ կանոնակարգվում է այդ ամենը։ Այդ ամենը հստակ կանոնակարգվում է եւ նույնիսկ այն, որ ինքը կարող է ինտերնետով մտնի, ինչ որ նյութեր վերցնի եւ ներկայացնի, որ ինքը այդտեղ ինքնազարգացմամբ է զբաղվել, արդեն ներկայացման ձևը ոչ այնպես է ընտրվում, որ ինքը եթե չի խորացել այդ նյութը ընկալելու համար, ինքը չի կարող ներկայացնել, ինքը որպեսզի հենց որ ուզում է ներկայացնի, արդեն ինքը պետք է խորանա, որ ներկայացնի, հենց խորանումը ուրեմն այդ գիտելիքը վերցնում է։ Բայց ինքնակրթությունը միայն գիտական աշխատանք, օրինակ հնարավոր է մարդը պրակտիկ բժիշկ է եւ գիտական աշխատանքներ չի անում, ասենք իր թեկուզ եւ կարծում եմ բոլոր բժիշկներն էլ գոնե իրենց ստատիստիկայով տարիների փորձի կարող են ինչ-որ գիտական աշխատանք անել։ Բայց մարդը հակված չէ գիտական աշխատանքի պրակտիկ բժիշկ է եւ ասում է ես ինքնակրթությունս ապահովում եմ եւ բոլոր այդ սիմպոզիումների նյութերը, որ տեղադրվում են հետո ինտերնետում, ես կարդում եմ, յուրացնում եմ։ Դրա համար եթե դուք նայեք օրենքին, օրենքն ասում է, որ մարդը չի կարող միայն մի աղբյուրը, մի մեթոդը ընտրի։ Նա պետք է առնվազն մի քանիսից հավաքի կրեդիտներ։ Ինքը չի կարող միայն սիմպոզիումներով հավաքել։ Ամբողջ տարին ասել ես ինքնակրթվել եմ։ Միայն ինքնակրթվել եմ, չի կարող։ Նա պետք է բազմազանությունը ապահովի։ Իսկ արդեն հստակ է, թե օրինակ բուժքույրերը, որքան դուք ասացիք, որ բժիշկները 5 տարվա մեջ 220 կրեդիտ պետք է հավաքեն բուժքույրերի համար։ Քույրականը իհարկե շատ ավելի ցածր է, մոտ 160 է, եթե չեմ սխալվում, բայց այդ վերջնական թվերը կարող են հաստատվեն արդեն, այսպես ասած, օրերս։ Երկրորդ ընթերցման ժամանակ։ Այսպիսի երկրորդ ընթերցումը սպասվում է մոտակա ժամանակներում։ Հույսով ենք, որ մենք աշնանային այս մեր նստաշրջանում կարող ենք քննարկել։ Մենք այսպիսի հարց ունենք էլեկտրոնային փոստով, ասում է ես մի քանի ամիս առաջ Պրագայում մասնակցեցի մասնագիտական կոնֆերանսի, շատ արդյունավետ էր եւ կրեդիտներ էր բնականաբար հատկացնում միջազգային ստանդարտներով, բայց միայն կոնֆերանսի մասնակցությունը մոտ 350 եվրո արժեր, չհաշված ճանապարհածախսը եւ կեցության հարցերը։ Ասում է, եթե դա մնա բժշկի ցանկությանը, որ ինքը միայն իր միջոցներով գնա, ես տուպիկի առջև կկանգնեմ, որովհետեւ սովորաբար նման բաները ֆինանսավորում են բուժ հիմնարկները։ Այս դեպքում ինչպես է պահվելու արդարությունը։ Բուժ հիմնարկը ինքն է ընտրելու, թե ում է ուղարկում եւ ում չուղարկի նա ինչպես է կարողանալու միջազգայիններին մասնակցել։ Շատ հստակ հարց է բարձրացնում։ Նախ ասեմ, որ բժշկական հաստատությունները նրանք շահագրգիռ պետք է լինեն իրենց մասնագետների զարգացման մեջ։ Միևնույն ժամանակ իհարկե բժշկական հաստատությունում կարող են հարյուրավոր մարդիկ աշխատեն եւ նա չի կարող բոլորին ուղարկել։ Բայց եթե բժշկական հաստատությունը աջակցի, ասենք, մեկ առաջատար իրեն մասնագետը, որպեսզի նա գնա այդտեղ մասնակցի, երկրորդ քայլով, որպեսզի մաքսիմալ արդյունավետությունը ապահովի, բժշկական հաստատությունը ինքը այս մասնագետին ուղարկելուց հետո հետադարձի դեպքում կազմակերպում է սիմպոզիում, որ այս մասնագետը իր մյուս մասնագետներին այս տեղեկատվությունը տալիս է։ Ուրեմն
ինքը պետք է Եվ կարողանա պարտադիր չէ, որ այդ տեղեկատվության հեղինակը, այսպես ասենք, ինքը լինի։ Նա գնացել է եւ լսել է այնտեղ։ Այո, դրա համար հաստատությունը ինքը ներկայացնում է առողջապահության նախարարություն կամ հավաստագրման կենտրոն, որտեղ որ տեսնում են, որ դա այո արդիական է եւ շատ կարեւոր է այսօրվա մեր բժշկության համար եւ տալիս են իրավունք այդ սիմպոզիումը անցկացնելու եւ մասնագետը, որը կամ հաստատությունը ու մասնագետը ծախս արեցին, գնացին Պրագայում, այդ ամենը ձեռք բերեցին, հետո գալիս են այստեղ, դա տարածում են իրենց մասնագետների, իսկ լավ կենտրոնները նրանք ոչ միայն իրենց մոտ են տարածում, այլ հրավիրում են համապատասխան այլ կենտրոնների մասնագետներին նույնպես եւ կազմակերպում են մի գեղեցիկ սիմպոզիում, իսկ հիմնականում իրենք ներգրավում են եւ մասնագիտական ասոցիացիային, որպեսզի ավելի լայն լինի, մարզերն էլ ընդգրկեն եւ տեսեք, որ մեկ մասնագետը, որը ծախս արեց եւ գնաց կամ իրեն վրա ծախս արեցին, քանի տասնյակ կամ հարյուրավոր մասնագետներին տվեցին հնարավորություն անվճար այդ նույն գիտելիքը ձեռք բերել։ Սա շատ հետաքրքիր մեխանիզմ է։ Պարոն Բաբլոյան, կրեդիտավորման հանձնաժողով, եթե չասենք կրեդիտավորման հավաստագիրը հատկացնող, այո, մարմին է։ Ինքն է որոշելու, թե օրինակ, եթե Հայաստանում ինչ-որ կազմակերպություն մասնագիտական սիմպոզիում է կազմակերպելու, քանի կրեդիտի է համապատասխանելու նրա կազմակերպած միջոցառումը։ Իսկ եթե հավակնում է այդ միջոցառումը լինել միջազգային, այդ դեպքում որտեղից պետք է ստանա միջազգային հանձնաժողովից համապատասխան կրեդիտները եւ մենք հարց ունենք էլեկտրոնայինով, թե միջազգայինից ստացված կրեդիտները համահավասար են լինելու տեղական սիմպոզիումների կրեդիտներին, թե ինչ որ առավելություն է լինելու։ Տեսեք, պահանջները միջազգայինին եւ տեղականի գրեթե իրենք իրար նման են, որովհետև մենք երբ որ մշակում ենք, մենք մաքսիմալ ձգտում ենք, որպեսզի մեր համակարգը համահունչ լինի եվրոպական, միջազգային, ասենք, համակարգերին։ Ինչ խոսք, որ, ասենք, միջազգայինը մի քիչ ավելի այդպես խիստ եւ ավելի կոշտ է այս պահին մեզ համար համարվելու, որովհետև մենք փոքր ավելի փափուկ պետք է ճանապարհով անցնենք, որպեսզի տանք հնարավորություն, որ մեր տեղական կազմակերպությունները կարողանան գտնեն իրենց դերը ու նշանակությունը այս process-ի մեջ։ Բայց միևնույն ժամանակ, եթե երիտասարդը գնացել է, ասենք, Պրագա միջազգային անցել է եւ ստացել է 6 կրեդիտ, ասենք, այնտեղ, ապա 6 կրեդիտը 6 կրեդիտ է, նա չի կարող գա մեզ մոտ եւ մենք ասենք, քանի որ միջազգային է, մենք իրեն դահաշվենք 12 կրեդիտ։ Ինքը համահունչ են բոլոր կրեդիտները։ Ուրիշ բան, որ միջազգայինները նրանց պահանջները ավելի խիստ են եւ կարող ենք տեղականում մի փոքր ավելի այսպես լոյալ գտնվենք Հայաստանի պրիզմայով անցկացնենք առաջիկա տարիների ընթացքում այդ ամենը նպաստելու համար։ Մենք էլեկտրոնային մի հարց ստացել ենք նաև մարզային բժշկից։ Բժշկուհին ասում է, ես երկար տարիների պրակտիկա ունեմ, բայց եւ քաղաքացիները գոհ են իմ աշխատանքից, բայց անկեղծ որ լինեմ, նույնիսկ իմ անձնական առողջական խնդիրների համար չեմ կարողանում գալ մայրաքաղաք։ Խնդրում եմ ասեք, այդ կրեդիտավորում ապահովող սիմպոզիումները կկազմակերպվեն նաև օրինակ մեր մարզում, Լոռու մարզից է գրում, թե ես պետք է դրա համար ինչ-որ ձևով այնուամենայնիվ գամ Երևան։ Տեսեք, այսօրվա գործող կարգով նա պարտավոր է գա Երևան, որտեղ բժշկական համալսարանը Երևանում է։ Բայց եթե սկսում է աշխատել նոր համակարգը, ապա իրեն մասնագիտական միավորումն է, որ պետք է հոգ ստանի, որպեսզի մասնագետները ոչ թե միշտ միայն Երևանում կարողանան մասնակցեն նմանատիպ սիմպոզիումներին եւ միջոցառումներին, այլ նմանատիպ միջոցառումները կազմակերպվեն եւ մարզերում։ Այս կարող եմ ձեզ բերեմ օրինակը, որտեղ ես ինքս շատ մոտիկից առնչվում եմ դրա հետ, մանկաբույժների ասոցիացիան։ Նա տարեկան առնվազն 10-ից 12 միջոցառում է կազմակերպում մարզերում միայն, ոչ թե Երևանի մասն է խոսքը, Երևանում շատ ավելի շատ, բայց մարզերում է կազմակերպում եւ առնվազն մեկ անգամ էլ Արցախում, ինչը տալիս է հնարավորություն, որ մարդիկ իրենց աշխատանքից չկտրվեն։
Իհարկե շատ դժվար է, երբ որ մարդը կտրվում է աշխատանքից, գալիս է, հետո պետք է մի տեղ էլ մնա Երևանում, ուրեմն պետք է կամ հյուրանոց վեսնի, եթե չունի բարեկամներում մոտ որ կարող է մնա։ Իսկ այդ ամենը կազմակերպել տեղերում շատ ավելի արդյունավետ կլինի։ Այո։ Լսենք հեռուստադիտողին պարոն Բաբլոյան զանգ ունենք, ալո։ Ալո, բարև ձեզ պարոն Բաբլոյան, հարցս հետևյալն է։ Եթե ես անցել եմ կատարելագործման դասընթաց 2014 թվականից 5 տարի ժամկետով, պետք է մասնակցեմ արդյոք այդ կրեդիտավորման համակարգին, թե ոչ։ Շնորհակալություն։ Այո։ Շնորհակալություն։ Տեսեք, դուք 14 թվականին անցել եք եւ ձեզ դա տալիս է իրավունք, որ դուք աշխատեք մինչեւ 19 թվականը, այսինքն 5 տարով։ Դուք հաջորդ 5 տարին աշխատելու համար 19 թվականից հետո պետք է էլի ինչ-որ մի ժամանակահատվածում, ասենք 19 թվականի սկզբին, անցնեք նորից վերապատրաստում։ Ասենք կարող է պատահի պետք է գնաք 7 շաբաթ կամ քանի շաբաթ, ձեր մասնագիտությամբ չգիտեմ ինչքան է հաստատված, որ անցնեք այդ վերապատրաստումը։ Պատկերացրեք, որ այս ժամանակահատվածում, եթե դուք ապրում եք Երևանում կամ մարզում, կազմակերպվում են սիմպոզիումներ եւ կոնֆերանսներ, կամ ինչ-որ դասընթացներ, կամ այսպես կոչված մաստեր կլասներ, եւ դուք գնում եք մասնակցում եւ գիտելիքներ եք ձեռք բերում։ Եվ դրա դիմաց ստանում եք սերտիֆիկատը, որի պատճեն ուղարկում եք հավաստագրման կենտրոն, որտեղ որ ֆիքսվում է ձեր այդ կրեդիտները։ Փաստորեն ձեզ մոտ ժամանակի կորուստ չի լինում։ Երբ որ դուք գալիս եք հասնում եք 19 թվականին, ձեզ մոտ արդեն որոշակի քանակությամբ կուտակվել են կրեդիտներ, եւ եթե ձեզ մոտ ինչ որ մի բան պակաս է, քանի որ դուք մի քիչ ուշացումով եք սկսել, ոչ թե 14 թվից եք սկսել հավաքել այլ մի տարի ուշ, դուք կարող եք փոխանակ 7 շաբաթով գնալ դասընթացների, կարող եք գնալ 5 օրով դասընթացների եւ լրացնեք ձեր կորցրած այդ կրեդիտների հնարավորությունը։ Այսինքն ճկուն է լինելու եւ բոլոր բժիշկներն էլ կկարողանան հավաքել իրենց կրեդիտները։ Պարոն Բաբլոյան, ինձ արդեն հուշում են, որ մեր եթերային ժամանակը ցավոք սպառվեց։ Ներողություն եմ խնդրում այն հեռուստադիտողներից, ում հարցերը չհասցրեցինք հնչեցնել, բայց կարծում եմ բավական մեծ ինֆորմացիա մանրամասն տվեց պարոն Բաբլոյանը։ Շատ շնորհակալություն կրկին, որ եկաք մեր հաղորդաշարին հյուր։ Հուսանք, որ համակարգը բարեհաջող կներդրվի եւ գոհ կլինեն բոլորը եւ ես շնորհակալ եմ, այո, որովհետեւ ամենակարևորը, տեսնում եք, երբ որ մարդիկ տալիս են հարցեր, իրանք մտահոգ են, ինչու, որտեղ իրենք լավ չեն տեղեկացված։ Իրենց պետք է նմանատիպ հաղորդումներով մենք կարողանանք հասցնենք, որ դա առաջացնում է ել ավելի մատչելի հնարավորություններ, որպեսզի իրենք կարողանան իրենց շարունակական զարգացումը եւ շարունակական կրթությունը ստանան ել ավելի լավ պայմաններով եւ ավելի մատչելի։ Մեր հաղորդման հիմնական նպատակը հենց տեղեկացնելն է մեր քաղաքացիներին եւ բժիշկներին։ Շնորհակալություն, այսքանը հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ այսօր մենք խոսում էինք բժիշկների շարունակական մասնագիտական զարգացման մասին կրեդիտավորման համակարգի միջոցով, որ շուտով պետք է ներդրվի Հայաստանում եւ այս առիթով տաղավար էին հրավիրել Ազգային ժողովի առողջապահության, մայրության եւ մանկության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ պրոֆեսոր Արա Բաբլոյանին եւ իմ կարծիքով մեր առողջապահության կազմակերպիչները իհարկե ամեն ինչ շատ ավելի մանրամասն են, ինչպես ժողովուրդն է ասում, քցում, բրդում եւ կշռադատում, որպեսզի դրանից շահեն եւ մեր բժիշկները եւ իհարկե մարդիկ, ովքեր դիմում են բժիշկներին, որովհետեւ բոլոր մասնագիտությունների դեպքում, բայց հատկապես բժիշկների մասնագիտության դեպքում սա այն հարցն է, որ իսկապես անհրաժեշտություն է ամեն օր թարմացնել գիտելիքները, որովհետեւ բժշկագիտությունը զարգանում է ժամ առ ժամ։ Սա այսօրվա եւ այս շաբաթվա մեր վերջին հաղորդումներ, հանդիպումներ, կհանդիպենք երկուշաբթի, նախապատրաստեք ձեր հարցերը, երկուշաբթի խոսելու ենք սրտամկանի ինֆարկտի եւ այդ ժամանակ ցուցաբերվող առաջին բուժօգնության, մասնավորապես ստենտավորման մասին, ունենալու ենք սրտաբան հյուր Հմայակ Սիսակյանը, նախապատրաստեք ձեր հարցերը, մինչ հանդիպում առողջ եղեք։